Արդյունքը ապշեցնող։ Հրաշագործ նռան կեղևը ատամնացավի թարախային անգինայի դեմ։ Բնական հակաբիոտիկը։ Նռան օգտակարության մասին խոսելիս որպես կանոն նկատի ենք ունենում նռանյութը կամ հատիկները, սակայն քչերը գիտեն, որ նույնիսկ այս համեղ մրգի կեղևը բուժիչ նշանակություն ունի։ Նռան կեղևը հենց այն է, ինչը պետք է միշտ լինի մեր տանը, այն շատ հեշտ է պատրաստել։ Պարզապես պետք է սեզոնի ընթացքում գնաց ու օգտագործած նռան կեղևները չթափել, այլ հավասար փռել թղթի վրա ու թողնել չորանալու։ Ապա լրիվ չորանալուց հետո հավաքել, լցնել կտորե տոպրակների մեջ, պահել 4 տեղում։ Նռան կեղևի հակաբիոտիկային բուժիչ հատկությունը բարդ է գերագնահատել, այն իսկապես հրաշքներ է գործում։ Նռան չոր կեղևը ատամնացավի, լնդերի, կոկորդի բորբոքման, թարախի դեմ։ Հաճախ ատամնացավն ուղեկցվում է ուռած երեսով, ինչը լնդերի բորբոքման կամ ատամի տակ եղած թարախի արդյունք է։ Այստեղ է, որ օգնության է գալիս նռան չոր կեղևը, որի թուրմով ինհալյացիան հանում է թարախի նույնիսկ վերջին կաթիլը։ Արդյունքը ակնթարթորեն տեսանելի է, իջնում է ուռած երեսը, մեղմանում կամ դադարում ատամի ցավը։ Դրա համար մեզ անհրաժեշտ է վերցնել նռան չոր կեղևի 5-6 կտոր, լցնել նեղ բերանով կաթսայի կամ մետաղյա սրճեփի մեջ, վրան ավելացնել 100-ից 150 մլ օղի, դնել կրակի վրա, եռացնել այնքան մինչև գույնը դուրս գա, տարայի հեղուկը դառնա մոտավորապես դարչնագույն։ Երբ թուրմը պատրաստ լինի, հենց այդպես եռման վիճակում լցնում ենք շատ նեղ բերանով օղու բաժակի մեջ, որ կարողանանք ամբողջովին բերանի մեջ տեղավորել այն։ Պահում եք շուրթերով, որպեսզի գոլորշին դուրս չգա ու գլուխը կախված վիճակում պահում այնքան, մինչև թուրմի գոլանալը։ Երբ արդեն գոլորշին բերանի խոռոչում չեք զգում, պետք է փոխել թուրմը, թափել նախկինն ու նորը լցնել։ Դրա համար տարան, որի մեջ եփվել է թուրմը, չպետք է հեռացնել կրակին։ Թողեք այն մարմանդ կրակի վրա կամ անջատեք, բայց հետո նորից եռացրեք հաջորդ պրոցեդուրայից առաջ։ Պետք է հիշել, թուրմը պետք է եռման լինի։ 2-3 անգամ օգտագործելուց հետո կարելի է նռան կեղևներն ավելացնել մի 2-3 կտոր եւ ավելացնել նաեւ համապատասխանաբար 50-ից 70 մլ օղի։ Կրկին եռացնել, որ կրկին թուրմ դառնա։ Պետք է գործողությունը կրկնել մոտ 7-8 անգամ, այնքան ժամանակ, քանի դեռ թարախը ամբողջովին դուրս չի եկել։ Իսկ պրոցեդուրայի ժամանակ դուք կարող եք տեսնել, թե ինչպես է թարախը կաթիլ թափվում բաժակի թուրմի մեջ։ Նռան չոր կեղևի վերը նշված թուրմը նույն կերպ կիրառելու դեպքում կարող եք բուժել նաև թարախային անգինան։ Կոկորդի թարախը նույն պրոցեդուրան մի քանի անգամ կրկնելուց հետո նույն կերպ թափվում է թուրմով լի բաժակի մեջ։ Միայն պետք է հիշել, որ բաժակի մեջ թուրմը պետք է լցնել կիսով չափ, որպեսզի չհասնի շուրթերին, այլապես դրանք կարող են այրվել։ Փորձեք եւ կհամոզվեք ինքներդ։ Նռան չոր կեղևն իսկապես հրաշքներ է գործում։ Ժողովրդական բժշկության բաղադրատոմսերն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։